Բարև ձեզ, ես Տիգրան Գրիգորյանն եմ, սովորում եմ Մեղտար Սեբաստիացի Քրթամարլի Արևմտյան դպրոցի 2-3 դասարանում։ Այս անգամ ես այցելել եմ Հայաստանի բնության պետական թանգարան։ Այն հիմնադրվել է 1952 թվականին, իսկ 2004 թվականին իրանահայ բարերարներ Բելլա և Լևոն Ահարոնյանները վերանորոգել են այդ թանգարանը և թանգարանին են նվիրել իրենց հարուստ որսորդական հավաքածուն։ Թանգարանի սրահներում ցուցադրվում են բույսերի, միջատների, ապարների, կենդանիների հազվագյուտ տեսակներ։ Կարմիր գրքում գրանցված տեսակների անունները գրվում են կարմիր տառերով։ Պարզվում է, որ հողը տեսակներ ունի։ Ծանոթացա ջրային թռչունների հետ, որոնց ոտքերը նման էին լողակների։ Իսկ այն մեծ թռչունը կոչվում է հավալուսն, որի թևերի բացվածքը մոտ 3 մետր է։ Հավալուսնն ապրում է Սևանի և Արփի լճերում։ Թանգարանի աշխատակիցը ինձ սովորեցրեց, թե ոնց հաշվել այծերի տարիքը։ Դա արվում է այծերի կոտորների օղակները կամ ելունգները հաշվելով։ Կոնկրետ այս բզոարյան այծը 7 տարեկան էր։ Ես իմացա, որ այծերի սմբակները մի թերություն ունեն։ Օրինակ, որ ցեխի կամ ձյան մեջով քայլում են, նրանք խրվում են ցեխի կամ ձյան մեջ և դառնում են զոհ գիշատիչի։ Պարզվեց, որ արջը ծնվում է 500 գրամ, բայց մեծանում դառնում է 500-600 կիլոգրամ։ Թանգարանի ամենահետաքրքիր միջատը որդան կարմիրն էր, որի օգնությամբ կարող են ստանալ գույս։ Որդան կարմիր ամբողջ աշխարհում մենակ կարող ես գտնել հայկական լեռնաշխարհում։ Այն ապրում է աղուտներում և կարող է մենակ սնվել 2 բույսերի վրա՝ որդանաբույս ու եղեգ։ Էգմիջատի մարմինը պարունակում է կարմիր ներկ։ Հին ժամանակներում այն շատ թանկարժեք էր և դրանով ներկում էին մենակ թագավորների հագուստը։ Իսկ դուք գիտե՞ք, որ ամենահին գորգը որդան կարմիրով է ներկված։